Թուրքիայում տեղ ունեցավ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, որի շրջանակում բավական հետաքրքիր զարգացումներ եղան, մասնավորապես մերձավոր արևելյան ճգնաժամի շուրջ։ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ այսպես կոչված հուշագիրը կամ համաձայնագիրը այլևս չի գործում, եւ մենք բոլորս գիտենք, որ կնքվել էր համաձայնագիր կամ երկամսյա, այսպես ասած, մեմորանդում, որի շրջանակներում կողմերը պետք է մոտեցնեին իրենց դիրքորոշումները հակամարտության կարգավորման վերաբերյալ, բայց մենք տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը դա այլևս համարեց չեղարկված եւ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները վերսկսել է հարվածները Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ եւ բնականաբար Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանում է Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին թիրախավորելով։ Պարոն Նահապետյան, պարզ էր, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո, երբ խոսք էր գնում, որ կողմերը մոտ են այլևս խաղաղության, բնականաբար դա շղարշ էր, որովհետև մենք գիտենք, որ խաղաղություն այս պահին հնարավոր չէ, որովհետև Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն հասել իրենց ռազմավարական նպատակներին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կոնֆլիկտի ասպեկտում, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս կոնֆլիկտից ավելի շահած է այս փուլում դուրս գալիս, եւ դա բնականաբար չեն կարող հանդուրժել թե Իսրայելը, որը տարածաշրջանային բավականին ուժեղ պետություն է, եւ Միացյալ Նահանգները, որը որ ունի իր նպատակները։ Եթե ես այդ գագաթնաժողով գնահատեմ, երկու ձևակերպում տամ, ձևակերպում առաջին մուծվեք, ձևակերպում երկրորդ պատերազմը շարունակում ենք։ Մուծվել նշանակում է եվրոպական երկրները, որոնց առջև Թրամփը պահանջ էր դրել, եթե Միացյալ Նահանգները որպես ՆԱՏՕ-ի հենասյուն հանսացող երկիր, որպես միջուկային գերտերություն եվրոպական երկրներին պետք է պաշտպանի, ապա եվրոպական երկրները իրենց բյուջեի 5%-ը պետք է տրամադրեն ընդհանուր պաշտպանությանը։ Որևիցե մեկը դեռևս 5% իր բյուջեի ծախսերի չի տրամադրել, բայց աշճանական աճ կա։ Այդ մուծվելու մեջ մտնում է նաև Միացյալ Նահանգների ռազմաարդյունաբերական համալիրի մեծ պատվերները, այսինքն մի կողմից բյուջեից գումար պետք է տան, մեծ հաշվով Միացյալ Նահանգներին, մյուս կողմից ուկրաինական պատերազմը շարունակելու համար հիմնականում հրթիռներ, որտեվ կռիվը գնում է, այսպես ասենք, երկնքում գերիշխանություն ունենալու հրթիռներ եւ հակաօդային, հակահրթիռային պաշտպանություն, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, սրանք են։ Այդ առումով Եվրոպան չափելի չի Միացյալ Նահանգների հետ եւ եվրոպական երկրները, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրապարակավ կեցված դրսևորեցին, որ այո, եվրոպական երկրները հանձնանալու են հիմնական պատվիրատուն Միացյալ Նահանգների ռազմաարդյունաբերական համալիրին։ Նշանակում է Ուկրաինայի պատերազմը կարող է շարունակվել։ Մյուս կողմից Թրամփը, ասենք Ռուսաստանի հետ բանակցություններում չի ասում, որ ես Ուկրաինային զենք եմ տալիս։ Ես վաճառում եմ ՆԱՏՕ-ի անդամ իմ երկրներին զենքը, որ իրավունք ունեն։ Ուկրաինական կողմը ես մի քանի օր առաջ կարդացի միջազգային մամուլում, որ նախագահ Զելենսկին հայտարարեց, որ Patriot համակարգերի հերթական խմբականակին են իրենք սպասում եւ մենք ֆիքսում ենք, որ Դոնալդ Թրամփը ասում է, որ իրենք զենք չեն վաճառում, այլ վաճառում են ՆԱՏՕ-ի անդամ պետության, բայց այդ զենքը այնուամենայնիվ հասնում է Ուկրաինա։ Այսինքն Միացյալ Նահանգները մի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում փորձ է անում իրեն դիրքավորել որպես Ուկրաինային անմիջականորեն աջակցություն ցույց չտվող պետություն։ Եվ ուկրաինական պատերազմը կանգնեցնող շահագրգիռ կողմ։ Այո, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այդ օգնությունը կա
Ու օգնություն չի։ Հիմա գիտեք ինչ, ասենք այստեղ իսկապես մի նուրբ պահ կա, որտեղ որոցի երկիր այլ պետության զենքի վաճառքի հետ կապված երրորդ պետություն չի կարող արգելք հանձնանալ կամ արգելել։ Հիմա Միացյալ Նահանգները իր դաշնակիցներին եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ ինքը վաճառում է։ Ռուսաստանը չի կարող ասել ինչու ես վաճառում։ Եվ հետևաբար հարց է առաջանում, արդյոք սա որոշակի կոմբինացիա է Միացյալ Նահանգների կողմից։ Չէ, եկեք այսպես գնահատենք, հա, Տրամփ ինքը իր էության բիզնեսմեն է, ինքը բավականին լավ գումար կարող է հաշվել, աշխատել։ Եթե եվրոպական երկրները մինչ այդ իրենց բյուջեներից շատ փոքր տոկոսներով էին, մեծ հաշվով Միացյալ Նահանգներին տալիս ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջե, հիմա խաղադրույքները բարձրացել են, քանի որ կա պատերազմ, եւ Միացյալ Նահանգները ուղղակի ասում է, որ 5% պետք է մուծվեք։ Այդ թվում օրինակ Իսպանիայի վարչապետը ամենակտրուկ արտահայտողներից մեկն էր եւ Միացյալ Նահանգների կողմից Իրանի հարձակման հետ կապված եւ օգնության օժանդակության, բայց Իսպանիան եւս պատրաստական է մուծվել, որտեղ Միացյալ Նահանգները տնտեսական առումով գործուն քայլեր սկսեցին ձեռնարկել Իսպանիայի դեմ եւ վերջինիս վարչապետը ընկրկեց հետ քայլ արեց։ Հիմա արձանագրում ենք հետեւյալը. Ուկրաինայում կռվը շարունակվելու է, որտեղ եվրոպական հարկատուների հաշվին Ուկրաինային գումար է տրվում եւ եվրոպական հարկատուների հաշվին Միացյալ Նահանգներից նորագույն զենք եւ զինամթերք է գնվում, որը հետո փոխանցվում է Ուկրաինայի զինված ուժերին։ Սա արձանագրում ենք, հա, այսինքն այդտեղ կռվը շարունակվելու է։ Եվ երկրորդ հետ գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ վիրավորական արտահայտություններ արեց Իրանի ղեկավարների, բանակցողների, մեծ հաշվով ժողովրդի հասցեին եւ շարունակվում է։ Ուշադրություն դարձրեք, որ առանց կոնգրեսի համաձայնության նախագահի որոշմամբ ԱՄՆ-ում 2 ամիս տևողությամբ կարող է ռազմական բախում լինել։ Հետո կոնգրեսը համաձայնություն տա։ Արձանագրենք նաև այն իրողությունը, որ Միացյալ Նահանգները այդ 2 ամսվա ընթացքում, որը սկսեց ռազմական գործողությունները այս տարի փետրվար 28-ին, իրենց բալիստիկ հրթիռների, հակահրթիռային պաշտպանության միջոցների եւ այլն մի առյուծի բաժին օգտագործել են Իրանի դեմ կռվում եւ ունեին արտադրության ուժեղացում, որպեսզի այդ իրենց կորուստները հիմնականում զինամթերքի, ոչ այդքան զենքի լրացնեն։ Բայց դե ինքը հրապարակավ չի կարող ասել, որ ես բանակցում եմ ժամանակ շահելու համար, որպեսզի այդ բացը լրացնեմ։ Եվ Տրամփը այդ բացը լրացրեց խաղաղության համաձայնագրով իբր ինչ որ կետեր պայմանավորությունը, որը պարբերաբար վիժեցնում էր Իսրայելը, որովհետև այդ համաձայնագրի մեջ կար կետ, որ Իսրայելը իր զորքերը ցախալի ստորաբաժանները պետք է Լիբանանից դուրս անի։ Չհանեց, ավելին պարբերաբար հրթիռակոծում, ռմբակոծում էր եւ ըստ վերջին բախումը, որ եղավ, որից հետո ԱՄՆ նախագահը որոշում կայացրեց, որ գործողությունները շարունակելու են, հետեւյալն էր. Օրմուզի նեղուցով անցնող նավերը այնուամենայնիվ Իրանի եւ Օմանի միացյալ համաձայնությամբ պետք է որոշեին, թե որ նավերից որքան տուրք են վերցնելու։ Հիմա Միացյալ Նահանգները փորձեց խորամանկել այն առումով, որ այդ նավերը առավելագույն Օմանի ափերով տեղափոխել, որը Իրանի ղեկավարությունը կտրուկ որին դեմ էր, եւ քանի որ այդ իրողությունները կար, դեմ էր, իրենք ասին մեր ափերով պետք է գնա եւ այն նավերը, որտեղ մենք կորոշենք, թե որքան տուրք են տալիս, պետք է տան։ ԱՄՆ-ին դա ձեռք չտվեց, հրապարակավ եւ Միացյալ Նահանգները սկզբունքորեն դեմ էր, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերից հարկ վերցնի։ Սա փաստորեն այն հիմնական հաղթական կեցվածքներից մեկն էր ԱՄՆ նախագահի, որտեղ ասում էր Հորմուզի նեղուցով այլևս նավերը առանց հարկի պետք է անցնեն։ Բայց Իրանը պնդեց, որ իրավունքը ուներ եւ որտեղ կարող էր իր պահանջը գետնի վրա կյանքի կոչել,
այդտեղ առաջացավ հակասություն արդեն ակնհայտ եւ Պարոն Նահապետյան, եւ նավերին հարվածել եւ հետո Իրանի տարբեր քաղաքներին, նավահանգիստներին, ռազմական օբյեկտներին ԱՄՆ սկսեց հրթիռակոծել եւ Իրանը ի պատասխան դրան Պարսից ծոցի երկրներին, որտեղ ամերիկյան բազաներ կար։ Այդ թվում նաև իդեպ Հորդանանն է հարվածել։ Հորդանանն միջը չէր հարվածում Իրանից, հիմա Հորդանան եւս հարվածել է։ պարոն Նահապետյան, տեսեք, նորից այդ մեկնարկած հարվածներում հետաքրքիրն այն է, որ արդեն թիրախավորում են նաև ենթակառուցվածքներ, մասնավորապես մամուլում գրվում էր, որ կարևորագույն ճանապարհներ են թիրախավորվում, նաև կամուրջներ, որոնք Իրանի ներսում լոգիստիկ բավականին մեծ նշանակություն ունեն, եւ այնուամենայնիվ հիմա հարց է առաջանում։ Պարզ էր, որ Թրամփը փորձանում ժամանակ շահել, որպեսզի, ինչպես դուք նշեցիք, զինամթերքի պակասը լրացնի, եւ բնականաբար պարզ է, որ պարսկական կողմը նույնպես հաշվարկում էր այդ հնարավորությունը իրադարձությունների սցենարի այսպիսի զարգացման եւ բնականաբար ինքն էլ ձեռքները ծալած չի նստել, այսպես ասած։ Եվ հետեւաբար հիմա հարց է առաջանում. իրադարձությունները ինչպիսի ընթացք կունենան, փորձենք դա հասկանալ, որովհետեւ Միացյալ Նահանգները ունի փորձ ռմբակոծությունների, լայնածավալ ռմբակոծությունների, որոնք ազդեցություն, բեկումնային ազդեցություն իրավիճակի վրա չեն թողել։ Եվ արդյոք Միացյալ Նահանգները նորից պետք է նույն մարտավարությամբ շարժվի։ Ինքը այլ ընտրանք էլ չունի, այլ տարբերակ էլ չունի։ Եկեք այսպես գնահատենք։ Տարբերակ կա, Միացյալ Նահանգները իրականացնում է ցամաքային օպերացիա, այսինքն զորք պիտի մտնի Իրանի տարածք, այնպես ինչպես ժամանակին Իրաքի տարածք մտավ։ Այն ժամանակ կոալիցիոն ուժերը, որոնք հարձակվեցին Իրաքի վրա, մոտ 800,000 զինծառայող էր։ Եվ դա մեկ օրում չէր հավաքվել այդ 800,000-ը տարբեր պետությունների տարածքներից, որտեղ Իրաքի վրա հարձակվեցին։ Իրանը Իրաք չէ։ Իրանը շատ ավելի սպառազեն է, ժողովուրդը շատ ավելի մոտիվացված է, գեներալները արձակուրդ չեն գնում պատերազմի ժամանակ, ինչպես Իրաքում, չեն գնվում, ինչպես Իրաքում, հա։ Եվ ամենակարևորը, որ Իրանի ժողովուրդը ի տարբերություն Իրաքի ժողովրդի, ով ուրախանում էր, որ Սադամի ռեժիմը անկում է ապրել, Իրանի ժողովուրդը, ով բավականին մեծ դժգոհություն ունի այաթոլաների վարչակարգի նկատմամբ, դա մի կողմ դրեց եւ միավորվեց իշխանության շուրջ, պետության շուրջ։ Այսինքն Իրանի դեմ տարբեր ռազմական փորձագետների գնահատմամբ 1.5-ից 2 միլիոն անձնակազմով զորք պետք է հավաքվի տարբեր պետությունների տարածքներում եւ հետո հարվածեն Իրանին, որպեսզի զին անձնակազմ մտնի Իրանի տարածքը։ Այսինքն ցամաքային օպերացիայի համար անհրաժեշտ այդ անձնակազմը, զին անձնակազմը մեկ օրում չի լինում, մեկ ամսում չի լինում, դա ամիսների գործ է եւ պետություններ, որոնք դե համաձայնություն տան, որ իրենց տարածքից Իրանի նկատմամբ գործողություն լինի։ Թիկունքային ապահովումն է, օդանավականներն են, մոտ 2-ից 2.5 հազար ինքնաթիռ պետք է աշխատի, իսկ այդ որ պետությունները իրենց օդանավականները ռազմական կտան, հետո զինամթերքը բերել, տեղակայել եւ այլն, այսինքն դա բավականաչափ երկարատև ժամանակահատվածում է արվում։ Հիմա ես գործնականում բացառում եմ ցամաքային օպերացիա Իրանի գրավման համար։ Եթե սա բացառում ենք, հիմա նայենք ուրիշ տարբերակներ կան եւ ԱՄՆ-ը ինչ քայլեր է անում։ ԱՄՆ նպատակը քրիտիկական ենթակառուցվածքների ոչնչացումն է։ Իդեպ այդպիսի մոտեցում ուներ Ռուսաստանը եւ որին հիմա հակազդում է նաեւ Ուկրաինան, օրինակ նավթավերամշակման գործարաններին կամ պահոստներին հարվածելը։ Հիմա Միացյալ Նահանգների խնդիրը հետեւյալն է. անընդհատ վնասել Իրանի քրիտիկական ենթակառուցվածքներ, այդ թվում ռազմական գործարաններ, այդ թվում կամուրջներ, այդ թվում էլեկտրակայաններ, այո, այսինքն պետությունը աշճանաբար այդ կորուստներից հետո գնում է վաղ միջնադար։
եւ որից հետո ինքը հույս ունի, որ Իրանում այդ ծանր վիճակից հետո ժողովրդի մի մասը կիշնի փողոց, որ տապալի այաթոլաների իշխանությունը, վարչակարգը եւ իշխանապողություն տեղ ունի։ Այսինքն ԱՄՆ-ի մարտավարությունը Իրանում իշխանապողություն իրականացնելն է։ Իդեպ Ուկրաինայում եւս այդ պատերազմ կոչվածը Ռուսաստանում իշխանապողություն իրականացնելն է։ Այսինքն պատերազմը ինքը ոչ թե վերջին արդյունքում հաղթական, որ պատերազմող երկրներից մեկի բանակը գրավի նվաճի պատերազմող մյուս երկրի մայրաքաղաքը զորքերը մտնեն, այլ այն կարգի վնասներ տա տնտեսությանը, ռազմարդյունաբերությանը եւ այլն, քրիտիկական ենթակառուցվածքներին, որ ստիպված այդ պետությունում իշխանությունը բնականաբար վար չի դնի իր լիազորությունները, բայց ժողովրդին հանեն փողոց։ Ես կարծում եմ Միացյալ Նահանգների մարտավարությունը հիմա ուղղված է արես, որ այս գիշեր բական լուրջ հարվածներ են հասցրել Իրանի կոնկրետ քրիտիկական ենթակառուցվածքներին։ Ռուսերեն մի տերմին կա, այդ կոչվում է «Vyzhne Zemlya», այսինքն ամբողջ տարածքը ավերակ անմարդաբնակ, անմարդաբնակ, բայց այստեղ ոչ թե մարդկանց չլինելով, այլ քրիտիկական ենթակառուցվածքները ոչնչացնելով։